Նինոցմինդայի շրջանում իրականացվող յուրաքանչյուր շինարարական աշխատանքներ, որը նպաստում է ինֆրակառույցների զարգացմանը, պետք է հսկվի ղեկավարության կողմից, որպեսզի աշխատանքները տարվեն որակյալ եւ ժամանակին։ Այդ էր պատճառը, որ Սակրեբուլոյի նիստերից մեկում կազմվեց աշխատանքների վերահսկման հանձնաժողով Սակրեբուլոյի նախագահի ղեկավարությամբ, ովքեր էլ աշխատանքային այցով այցելեցին նախ Գանձագյուղ, ապա Ռադիոնովկայի գյուղական համայնք։ Ասեմ, որ այս հանձնաժողովը շատ լուրջ է աշխատում, նույն կերպ անցած տարի նա աշխատեց, տարբեր շինարարություններ, տարբեր գյուղեր եւ այլն, եւ աշխատանքի նպատակը կայանում է նրանում, որ մենք պետք է հետագայում յուրաքանչյուր տարածք քննալուց հետո մենք մեր վերլուծությունը տվյալ աշխատանքի հանդեպ անենք եւ լավ շինարարությունը լիարժեք ավարտվածի հանդեպ եւ թերության հանդեպ ակտավորվելու է աշխատանքը, եթե թերություն կա, մի օրինակ պետք է ուղարկվի մեր ուրեմն Գանգյուբայի ծառայություն, մեկ օրինակը պետք է ուղարկվի ուրեմն խորհրդարանի падգամավորին եւ մեկը մնալու է մեր մոտ Սակրեբլոյում։ Նորից եմ ասում, սա լուրջ աշխատանք է, սա վերահսկողության մի ձև է, որը ակտիվացնում է տվյալ դեպքում շինարարների պատասխանատվությունը տվյալ աշխատանքի հանդեպ։ Սա առաջի տարին չէ, առաջի դեպք չէ, այս աշխատանքը միշտ եղել է եւ առավել եւս այս տարի, քանի որ երբեմն ինչ որ բան եթե բաց թողի է լինում, նպատակին գումար չի ծառայում, սա բոլորիս թերություն է։ Պարզապես մենք ոչ թե ման ենք գալիս ինչ որ մեկի հանդեպ ինչ որ բան ման գալու թերություն, պարզապես մեր գործն ենք անում եւ մենք պետք է անպայման այդ ուղղությամբ աշխատենք, լիարժեք եւ հանձնաժողովը այդ դեպքում շատ պատասխանատու է։ Գանձագյուղը իր մասշտաբով շրջանի ամենամեծ գյուղն է, հետևաբար այստեղ շինարարական աշխատանքների ծավալը լայն է։ Այս տարի Գանձագյուղում իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ։ Իրականացվել է գիշերային լույսերի մոնտաժում, ինչպես նաև ջրամատակարարման համար նոր պոմպի ձեռքբերում։ Այս աշխատանքները տարվել են ինչպես տարածաշրջանային հիմնադրամից, այնպես էլ տեղական բյուջեից եւ գյուղի զարգացման ծրագրի շրջանակներում հատկացված գումարներից։ Ասֆալտը օրինակ շատ կարգին Իրան ինչ որ պետք է։ Հələ կիսատ է երկրորդ դրստու է։ Գիտեմ։ Mən բոլորովին վերջերս Սակրեբուլոյում ստեղծվեց աշխատանքային խումբ, որը ժամանակավոր աշխատանքային խումբ, որը պետք է գնա գյուղերը եւ ուսումնասիրի այնտեղ կատարվող աշխատանքները ինչ վիճակի են։ Եղել ենք երեք ուրեմն Տամբովկայի զոնայում, Փոկայում, նաեւ Գանձայում։ Գանձայում այս տարի բավականին մեծ ծրագրեր կային, հատկապես կուզեմ նշեմ ասֆալտապատումը, որը մոտավորապես 1500 մետրի է հասնում, ուրեմն այնտեղ աշխատանք կատարված է, ասֆալտի առաջի երեսը արդեն պատրաստված է ու սպասում ենք, որ շինարարները կատարեն նաև վերջնական ասֆալտապատումը։ Այնտեղ մի թեթև խնդիր կար, որ մենք ուզում ենք, որպեսզի ասֆալտը հասներ մինչև Բանդերանի անվան տուն-թանգարան, ուրեմն դրա համար նորից լրացուցիչ գումար հատկացավ եւ դա եւս անպայման կլինի։ Կար նաև գյուղի կենտրոնական փողոցի լուսավորման հարցը, որը աշխատանքների լրիվությամբ ավարտված է եւ ասեմ, որ արդեն Գանձան գեղեցիկ տեսք ունի, երազում էինք, որպեսզի տեսնեինք Գանձան լուսավոր, ասֆալտապատված, մեր երազանքը կատարվեց, բնակչությունը շատ գոհ է այս աշխատանքներից, կար նաև այնտեղ ուրեմն գյուղական գյուղի աջակցման ծրագրով աշխատանքներ, այն է պետք է ձեռք բերեինք աթոռներ գյուղի դահլիճի համար, սակայն այդ աշխատանքը դեռևս չէ կատարված, չգիտեմ ինչ պատճառներով ցկցկվում է, հույս ունենանք, որ դա ևս կատարվի, ով պետք է այդ աթոռները բերի, անպայման ժամանակի ընթացքում կտեղավորվի, կբերի եւ գյուղում ունենանք ակումբի գեղեցիկ դահլիճ ևս, գեղեցիկ նստարաններով, նաեւ ջրագծի վերանորոգման
խնդիր կար, ուրեմն դեպի աղբյուրից դեպի Ավազան գնացող ջրագիծը մենք անցյալ տարի էլ այնտեղ կատարեցինք վերանորոգում, ուրեմն փոխեցինք հին խողովակները, նորերը տեղադրեցինք եւ այս տարի եւս շարունակում էր այդ գործը, դարձյալ դրա համար գումարեր հատկացված, որպեսզի կենտրոնական խողովակները նորով փոխարինվեին, այդ աշխատանքը եւս չի սկսված դեռևս, ինչքան ինձ հայտնի է տենդերը կայացել է, այնտեղ հաղթողը կա, բայց դեռևս աշխատանքները չեն սկսվել։ Դրա հետ միասին նաև ունեինք դեպի ջրի Ավազանից դեպի գյուղ գնացող ուրեմն ջրագիծի նոր ջրագիծի շինարարություն մոտ 300 մետրի սահմաններում, այս աշխատանքը դեռևս չի սկսված։ Ուրեմն մեր այցի նպատակը հիմնականում ուսումնասիրենք, թե ինչ վիճակում են գտնվում շինարարությունները, կոնկրետ շինարարներին տեսնենք, եթե կա մեր կողմից աջակցություն, աջակցենք իրանց ու միևնույն ժամանակ պարտավորեցնենք, որպեսզի այս աշխատանքները կատարվեն որակով, ի վերջո, եթե որակով կատարվեն, ուրեմն երկարաժամկետ կծառայեն բնակչությանը եւ բոլորիս համար լավ կլինի։ Ուրեմն կոնկրետ ասֆալտի համար ասեմ, որ ասֆալտ մեր գյուղում եղել է դեռևս 1975 թվականին, այդ ասֆալտից ոչինչ չէր մնացել, դե մեր ժողովուրդը արդեն կարոտել էր ասֆալտին եւ այս մեծ նվերը, որ հասավ մեր ժողովրդին, այս ծրագիրը բավականին ռիսկային ծրագիր էր, որովհետեւ երբ մենք ներկայացնում էինք, որպեսզի ռեգիոնալնի ֆոնդից գումարներ մեզ հատկացնեին, ուրեմն 3 մեծ գյուղի համար ասֆալտապատման ծրագիր մշակվեց ու այդ ծրագիրը կարող էր կյանքի չկոչվեր, եթե մենք չունենայինք աջակցություն մեր մեծամասնական պատգամավոր պարոն Հենզել Մկոյանից, որովհետև եղավ պահ, երբ վտանգված է իրոք ասֆալտապատման ծրագիրը, նրա միջական աջակցությամբ կարողացանք այս ծրագիրը կյանքի կոչել եւ այսօր ժողովուրդը իրոք իր մեծ շնորհակալությունն է հայտնում մեր պատգամավորին, մեր ղեկավարությանը։ Այսօր իրոք գանձացիները զգում են, որ իրենց պայմանները բավականին լավացել են կենցաղային պայմանները, ասֆալտ, լուսավորություն, ջուրը, որ ջրի խնդիրը գրեթե լուծված է, շատ քիչ այնտեղ աշխատանքներ կան, այս ամենը արվում է բնակչության համար, որպեսզի բնակչությունը ապրի գյուղում, որպեսզի կարողանան լավ պայմաններ ունենալ, եթե եղան ինֆրաստրուկտուրան եւ մնացած ամեն ինչը բնականաբար ժողովրդի արդահոսք եւս չլինի, գանձացիները աշխատասեր ժողովուրդ են, դուք գիտեք մեր պայմանները բարձրլեռնային, դժվարությունները շատ եւ այս ամենը արվում է, որպեսզի իրոք գյուղացիների վիճակը թեթևացվի։ Գյուղացիները դա ամեն ինչ հասկանում են, գիտակցում են եւ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում այն մարդկանց, ովքեր այսպիսի լավ ծրագրեր են գանձայի համար մշակում եւ այդ ծրագրերը կոչում են կյանքի։ Աշխատանքների վերահսկման հանձնաժողովը իր այցը կատարեց նաև Ռադիոնովկայի, Տամբովկայի, Ասպարայի եւ Վլադիմիրովկայի գյուղերում, որտեղ նույնպես իրականացվում են շինաշխատանքներ։ Սակրեբուլոյի նախագահ աշխատանքների վերահսկման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գյուրեգյանի խոսքերով կան աշխատանքներ, որոնք կատարվել են անթերի, իսկ կան աշխատանքներ, որոնք իրականացվել են անորակ։ Սմբատ Գյուրեգյանը նշեց նաև, որ այցի նպատակն է, որ յուրաքանչյուր շինարարական աշխատանք, որ իրականացվում է Նինոց Մինդայի տարածքում, լինի որակյալ եւ նպատակային։ Եղել են Գանձագյուղում, Գանձայել աշխատանքներ կան դեռ սկսված չեն։ Հիմնականում եղել ենք ուրեմն մղիչ պոմպերի ջրամատակարարման ցանցի կայանում, մեզ բավարարում էր այդ կայան աշխատանքը, նոր նասոս է գնված, իսկ մնացած աշխատանքները դեռ նույնիսկ սկսված չեն։ Իսկ ռեգիոնալ նախարարության հատկացված ասֆալտապատման գումարը հենց Գանձագյուղում արդեն ասֆալտապատումը առաջի մակերեսը ասֆալտապատման արված է, սպասում ենք երկրորդին, երկրորդը ավարտելուց հետո մենք կոնկրետ մեր եզրակացությունը կտանք։ Այնպես որ դեռ Գանձագյուղի հանդեպ
շինարարությունների նկատմամբ ես չեմ կարող իմ եզրակացությունն անել։ Սպասում ենք, որպեսզի ավարտվի։ Նաև ասեմ, որ այս աշխատանքը կրում է համատեղ բնույթ, կոնկրետ մեր падգամավորը, դե գիտեք, մեծ լումա ունի տարբեր աշխատանքների իրականացման հարցում, բյուջետային հայթայթման հարցում, այնպես որ սա համատեղ աշխատանք է, կոնկրետ իր հանձնարարությունն էլ կա, որ անպայման գյուղերը գնալուց հետո մենք պետք է մեր տեսակետը միասին շինարարությունների հանդեպ կիսենք, որպեսզի արդյունքում մեր բնակչությունը գոհ մնա, որովհետև այնպես չէ, որ ասեցինք պետք է ոտի մեջ մնա, պարզապես սա ավելի զգայուն է դարձում մեր այցը եւ այս նաեւ ինչու՞ չէ դեպուտատի հանձնարարությունը ավելի զգայուն է դարձնում տվյալ դեպքում շինարարներին եւ ես կաշխատեմ, որ ամեն ինչ լինի նորմայի սահմաններում։ Մենք պետք է ոչ որևէ մեկից ոչ մեկից վիրավորենք, պարզապես պահանջ է, որ շինարարությունը պետք է լիարժեք եւ որակով։ Սա է մեր խնդիրը։ Պարոն Գուրյան, ինչ բացի գանձայով կատարելուց դուք եղաք նաև ասպարը։ Հա, Վլադիմիրովկայում ենք եղել, այո, եղել ենք Ասպարա գյուղում, այնտեղ ճանապարհները շատ նորմալ էին համապատասխանող, ճանապարհի հարթեցման աշխատանքներ, օրինակ Տամբովկայի ճանապարհը մինչև ֆեդերալի ճանապարհին միացնող այդ հատվածը ինձ գոհացրեց, այսինքն բացարձակ մինչև 100 կմ/ժ հեռագությամբ մեր մեքենա ենք վարում, սա հոյակապ էր։ Այնպես որ լավ աշխատանք էլ կա, մեր կողմից գնահատվելու է եւ լավ աշխատանքի հանդեպ պարզապես բարի լավ խոսքեր կարելի ասել, բայց այն աշխատանքները, որոնք թերացած են եւ թեր են, դրանք պետք է անպայման վերացվի։ Եվ ինչ է կարծում պարոն Գուրյան, այն կհասցնի վերացվել մինչև տարվա վերջ։ Ես հույս ունեմ, որ այս տարի եղանակները թույլ են տալիս, որ բոլոր աշխատանքները մենք կարողանանք գոնե մաքսիմում ավարտին հասցնել, որովհետեւ այլ կերպ չի կարելի։ Իհարկե, ով չհասցրեց պետք է պատժվի։ Ժամանակի մեջ պետք է տեղավորվի։ Այնպես որ շատ լուրջ է այս հարցը։ Այսօր եւ շրջանի ղեկավարները եւ Վրաստանի խորհրդարանի падգամավորի նպատակն ու ուղղությունը մեկն է՝ գյուղերում զարգացնել ինֆրակառույցներն ու կենցաղային պայմանները, որպեսզի գյուղում ապրող յուրաքանչյուր գյուղացի զգա, որ նա մենակ չէ, նրա կողքին են բոլորը։ Եվ այնինչ այսօր իրականացվում է գյուղերում, արվում է միայն բնակիչների համար, որպեսզի ոչ մի գյուղացի չթողնի իր հայրենի հողն ու տունը, այլ մնա եւ ստեղծի իր հողի եւ երկրի վրա։